Մարդիկ, որոնք ոչ մի բանի համար փաստացի օրինակ Վազգենի ու Նարեկի օրինակով, հալածվում են եւ այդ նույն օրինակը կարելի է բերել 18 արդարների գործի վրա, որ մարդկանց թվում է, թե եթե փոխում են տնային կալանքի կամ վարչական հսկողության, դրանից այդ մարդկանց կյանքը ինչ որ չափով թեթևանում է, բայց ի սկզբանե մոռանում են, որ այդ մարդիկ առհասարակ հալածվում են ոչ մի բանի համար, ինչ որ մտածածին հնարած մոնտաժված ձայնագրությունների, ապացուցված արդեն, որ մոնտաժված ձայնագրություններ են հիման վրա ու դատական process-ի ընթացքում այդ մեղադրող կողմի ապացույցները ոչ մի ձև չես կարողանում հասկանալ, բայց վերջը ինչի վրա են հիմնված, հա, այսինքն այդ պոլիփեդի, այդ գենդեր փարթի ծուխերի, այդ մոնտաժված ձայնագրությունների, որոնք ցես թափահարերով գլխավոր տատախազը լինի, կպականները լինեն եթերից եթեր վազվզում են եւ ասում են, իրանք պատրաստվում են։ Նաեւ ինչն էր հիմքը, որ դատարանը թույլ է տվել գաղտնալսել, այս շատ կարեւոր հարց